Բարի ուշ երեկո, երևի բոլորդ կամ շատերը տեսակ Պետրոս Ղազարյանի հյուրն է Ռոբերտ Քոչարյանը եւ շատ երկար զրուցեցին, շատ հագեցած զրույց էր, մարդը չգիտի որտեղից սկսի, որտեղ ավարտի, բայց քանի որ սկզբի թեմաները այդքան շատ հետաքրքիր չէին, օրինակ Մարտի 1-ի թեմաներով, չգիտեմ 2004 թվականին էլի ոստիկանություն քաղաքացիներ հարաբերություններում փորձում էր Պետրոս Ղազարյանը համեմատություն անցկացնել այսօրվա իշխանության ժամանակների ոստիկանություն եւ քաղաքացի հարաբերությունը Ռոբերտ Քոչարյանի ժամանակների պետք չի իսկապես հետ գնալ համեմատությունները խորացնել, որովհետեւ իսկապես նոր ձևավորված պետությունը պարզավոր իշխան տարիներ անցնում է կոնյակի պես, գինու պես ինքը ավելի է որակը լավանում, ավելի է համը ուժեղանում։ Հիմա դա կոչվում է էվոլյուցիա, ինչպես նաև կարելի է ասած ցիվիլիզացիա, այնպես որ նշի որ ամիջապես օրվա իշխանությունով է ձևավորում ամեն ինչը, եթե այսօրվա Facebook-ը չլիներ, TikTok-ը չլիներ, Instagram-ը չլիներ եւ այլ ինտերնետը ընդհանրապես չլիներ, հնարավոր էր որ 18 թվին հեղափոխությունը չեր լինի, ել չեմ ասում այսօրվա կարգապահությունները, օրենքի մասով եւ լիքը այլ թեմաներում ժամանակակից տեխնոլոգիան ապահովում է, դա ոչ թե կախված է Նիկոլ Փաշինյանից, այլ հիմա պատկերացրեք ամեն մարդ կարա բլոգեր լինի, կարա ամեն մարդ կոնկրետ դեպքի վայրում հայտնվի իր հեռախոսում եւ հանցագործությունը ֆիքսի, բայց առաջներում չկար այս ամեն ինչը, դրա համար շատ հանցագործություններ մեր աչքից դուրս են մնացել, օրենքի աշխատողներից աչքից դուրս են մնացել, այնպես որ այս մասով ես չեմ ուզում խորանամ, մենակ մի բան է, Լևոն, ես առաջ անգամ լսեցի, կարող առաջել էի լսել, չէի հիշում, Ռոբերտ Քոչարյանը հայտնում է, որ Լևոն Քոչարյանը իր որդին ուղեղից ցնցում է ստացել ոստիկանության բիրտ ուժի կիրառման արդյունքում, ցավում եմ դրա համար, բայց ոնց նայում եմ Լևոն Քոչարյանը ինքը ողջ առողջ եւ իր հետ ոչ մի բան չեմ տենում ես, նորմալ հանգիստ շատ դաստիարակված պահելաձևով չհաշված նենց թեմաներ եղել է, դերակ ենք ազգային ժողովում իրանել են հունից հանելիքն էլ հունից դուրս եկել, սա բոլորը էլ կարա լինի, բայց չենք վերցնում մարդու կատարած կյանքում մեկ արարքը, երկու արարքը, այլ ընդհանուր բնութագիրն ենք ասում։ Այնպես որ այդ ուղեղից ցնցում ես չեմ նկատում այդ մարդու վրա, եւ մարտի 1-ի թե վիրավորները կուզենային Լևոն Քոչարյանի առողջությունը ունենային եւ այն մարդիկ ովքեր որ զոհվել են, իրանց ընտանիքի անդամները կուզենային նույն ձեր որդու կարգավիճակում լինեին իրանց ընտանիքի անդամները ողջ, առողջ եւ շարունակեն իրենց կյանքը։ Ցավոք սրտի Ռոբերտ Քոչարյան այդ մասով անիմաստ էր, կարծում եմ համեմատություն անցկացնել նախկինի եւ այսօրվա ձեր թեմաները։ Կոռուպցիայի մասով խոսացին, կոռուպցիան Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, կարելի ասած իր 8 տարվա ժամանակաշրջանը, որ Ռոբերտ Քոչարյանը կոռուպցիաներ չէր։ Կամ էլ որոշակի ինչ որ գումարներ բան վճարում է դա ուրեմն այն աշճանի կոռուպցիա չի, որ հակակոռուպցիոնը չի ձերբակալում։ Ուրեմն իմ պահվածքը ավելի վատն էր, որ հակակոռուպցիոնն է, չէ՞ ինձ ձերբակալել։ Ես վիրավորական խոսք եմ օգտագործել իրապահ մարմնի աշխատակցուհու ուղղությամբ պատասխանատվություն կրել։ Ռոբերտ Քոչարյանը, որ ֆինանսների թեմա է, կոռուպցիայի թեմա է, պատասխանատվություն չի կրում, անցած է լինի։ Ուրեմն դրա համար չեմ խորանում ես։ Իզուր էլ օրինակ Պետրոս Ղազարյանը շատ այդ թեմաներով հարցեր է տալիս, որովհետև այնպիսի տպավորություն էր, որ Պետրոսը դատում է Քոչարյանին։ Հենց այդ փուլում Քոչարյանը մի քիչ իրան նեղված զգաց, նույնիսկ ջուր էր խմում, կոկորտներ չորանը, որովհետև իսկապես ոնց կարող է որ իշխանությունը չհանցագործությունների գնում իր իշխանությունը պահելու համար։ Ոչ մի մաքուր իշխանություն չկա, բոլորն էլ իրանց չափով գնում են ապօրինի անօրինական քայլերի, բայց բոլորն էլ կարող են սվաղեն, շպակիլով կատան, ասեն ընտիր է եղել, ձեր աչքին է թվացել։ Այնպես որ հավասարության նշան դնենք անցկենա, չափը թե ով ավելի շատ արեց, ով ավելի քիչ, դա ուրիշ թեմա է, բայց այն որ բոլոր իշխանությունները, այդ թվում եւ ոչ միայն Հայաստան, այդ թվում ամբողջ աշխարհի իշխանությունները չկարա իդեալնի ամեն ինչ անի, միշտ էլ խնդիրներ կլինի։ Էդ էլ անցնենք, ես ուզում եմ արագ անցնեմ կամ կարևոր թեմաներին։ Ռազմական բալանսի մասին էլ խոսացին, փաստորեն
կարողացավ Ռոբերտ Քոչարյանը իր խոսքերով համոզել, որ ռազմական բալանսը խախտված չի եղել, տարածաշրջանի ամենից ուժեղ բանակը եղել է հայկական բանակը, նույնիսկ Պետրոսին հիշեցրեց, ասես դրա մասին Սարդարապատում Հայաստանի Հանրապետության վարչապետը 2020 թվականի սեպտեմբերին կանգնել է նույնը ասել։ Նա մեղադրանք հնչեցրեց, այսպես ասած, որ հակափաստ հնչեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ասել, հիմնավորելով, որ եթե ձեր այսօրվա իշխանությունը դրա մասին ասել է, դա հաստատած դրա մասին, ես որ կառուցել ստեղծել եմ տարածաշրջանի ուժեղ բանակ։ Երևի Պետրոս Ղազարյանը չէր ուզում իրական պատասխանը տար, ասել Նիկոլ Փաշինյանը էմոցիայի տակ ձեր պատմածի եւ հերոստատեսությունների պատմածի եւ ընդհանրապես իրան զեկուցած տվյալներով տենց էլ իմացել է, երբ որ բախվեց Ադրբեջան-Հայաստան բանակների պատերազմի արդյունքում պարզվեց, որ այդպես չի, ինչպես որ հերոստատեսությամբ ասվում էր, այսինքն ուռճացված էր եւ չափազանցված էր, որ տարածաշրջանի ամենից հզոր բանակը Հայաստանի բանակն էր։ Նայեք, բանակ հասկացողությունը երկու մասի է բաժանում իմ համար։ Ես զինվորական չեմ, իմ համար կա զինվորական, այսինքն զինվոր, օֆիցեր, գեներալ եւ կա սպառազինություն։ Եթե խոսքը վերաբերում է զինվորին, սպային եւ նշվածս անձանց ոգուն, կասկածի տակ չեմ դնում, ես ինքս ծառայել եմ հայոց բանակում, հիշում եմ ինչպիսի մարտական ոգի կար մեր մեջ, որովհետև 90-ականների պատերազմի այդպես ազդեցության տակ էինք, դեռևս հաղթանակի ազդեցության տակ էինք։ Զինվոր ժամանակս ես էլ չէի գիտակցում, որ ինչա կատարում քաղաքական դաշտում, որ Ադրբեջանը խիստ անցել է, բալանսը խախտվել է, առաջ է գնում։ Ես գիտակցեցի ճիշտ է զինվորական, բայց արդեն պայմանագրային զինծառայող ժամանակ, արդեն 24-25 տարեկան տղա էի, ոչ թե 18, արդեն հայր էի դարձել եւ իմ երեխու ճակատագիրը եւ իմ պետության ճակատագիրը, այսպես ասած հավասար նույն սեղանին էր տրված։ Ես պետքա հասկանայի իմ երեխան ինչպիսի պետությունում պետքա ապրի։ Եվ ես հասկացա, որ կրկնում եմ 14 թվին ես հասկացա, որ պատերազմը կախված է մեր գլխին եւ մենք պարտվելու ենք։ Շատ եմ ասել, կրկնելու առիթ կար, դրա համար կրկնեցի։ Փաստորեն ռազմական բալանսի մասով էլ Ռոբերտ Քոչարյանը հիմնավորում է այսպես, որ այլ ինչ թվեր գրվել է, դա գրվել է կոնկրետ Հայաստանի բանակի մասին, թաքցվել է իբր թե Ղարաբաղի ռազմական բալանսը, իսկ այնտեղ 5 միլիարդի Նիկոլը զենք է թողել թուրքերին, նվիրել է թուրքերին։ Այստեղ հիմա սրան կապում ենք այն զրույցը, որ ինքը կապ չուներ Ղարաբաղի քաղաքական էլիտայի հետ եւ չի ընդունում, չի կիսում այն միտքը, որ Ղարաբաղի էլիտան է 5 միլիարդի զենքը թողել Ադրբեջանին։ Շատ դժվար է Ռոբերտ Քոչարյանի համար ճշմարտությունը այս մասով ընդունել։ Նա չուզեց ընդունի, որ իր երկրպագած կամ իր նախկին ընկերներ կամ մտերիմ անձնավորություններ Բաքու եւ Արկադիա իրանք էին տիրում Հայաստանում, Ղարաբաղում, իսկ մեղքը գցել Արայիկի վրա ու Արայիկին կապել Նիկոլ Փաշինյանի հետ, փաստորեն Նիկոլի տեխնացու, այսպես ասած, իր ասելով։ Արայիկ Հարությունյանը այնքան թույլ էր Բաքու եւ Արկադիայի մոտ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի մտերիմներն էին, որ չդիմացավ ճշմանը հրաժարական տվեց։ Գալիս ենք այն ենթադրության ու այն եզրակացության, որ որոշողը Նիկոլը չէր Ղարաբաղ, այլ ձեր կլանն էր, Ռոբերտ Քոչարյանի շրջապատը։ Սա արդեն փաստ է, ոչ մի թաքցնելու բան չկա։ Այսա ես համ յուղելու եմ, համ դաղելու եմ, համ ճիշտն եմ ասելու, համ սխալն եմ ասելու։ Լավին լավ, վատին վատ։ Լավ կողմեր էլ կա այս հարցազրույցի մեջ, ինչու՞ չէ Ռոբերտ Քոչարյանը բավարար եւ սպառիչ պատասխաններ է տալիս, կա բաներ, որ ինչքան մեղադրանքներ իրավությամբ հնչվել է, մի քիչ ուռճացված է եղել, կարելի է մի քիչ օբյեկտիվ նայել այդ ամեն ինչին։ Բայց Ռոբերտ Քոչարյանը այս մասով օբյեկտիվ չնայեց, չասեց, որ հա, այդ ընկերներս ընդ է մեր հետ միասին կազմակերպում ենք այդ ամեն ինչը, եւ ինքը ասեց, որ հարցերին իրան ինչ է մտածում, ինչ է կարծում Արայիկի հրաժարականի մասով, ասեց ուրախացել եմ ու ժպտաց։ Вообще ուրախանալու բան չկար։ Իմիջիալոց Նիկոլ Փաշինյանը դա ավելի adekvat պատասխան տվավ լրագրողներին, որ բարերը չեմ հիշում, բայց ուրախանալու բան չկա։
շնորհավորելու բան չկա ավելի շուտ, Սավե Շահրամանյան ինքը չշնորհավորեց, որովհետև համարեց, որ դա վատ քայլ էր, ինքը կողմեր նշաձողը իջեցման, ինչին 22 դեպուտատը եւ քաղաքական այդ խումբը Ղարաբաղի երկնքից չէին իջնում, օթերով էին, չէին հասկանում նշաձողը ինչա, Ղարաբաղը որտեղ է հիմա գտնվում, ինչա նշանակում շրջափակում, Շուշիում ինչ զորքա կանգնած, Փարուխի դեպքերը մոռացան, ռուս խաղաղապահների ընդհանրապես ընդ ինտելիգենցիա էին, որ ինչ խաղաղապահ, ինտելիգենցիա էին, ընդ գալիս Ստեփանակերտ կոֆե, չայ, պատանցու եմ, չգիտեմ, չեմ ուզում հիշեմ այդ օրերը։ Հա, դպրոցի մասով էլ դե էլի թեթև անցնենք, ուրեմն ես չեմ կարող ասել, որ այսօր ավելի բարձր է կրթության որակը, քան թե առաջ, որովհետև ես այսօր չեմ սովորում դպրոցում, բայց նախկինում սովորել եմ դպրոցում, ես հիշում եմ, որ կարող է մասնագիտական ուղղությունները բանը թույլ էր, այդքան շատ չի զարգացած, որովհետև աշխարհը զարգանում է, բայց այն որ ես ասեմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ուսում չկար, կրթություն չկար, ես կլինեմ նագլի ստախոս, սուտասան։ Ես իր ժամանակ եմ սովորել, հիշում եմ, որ կրթությունը խիստ էր, դպրոցում կարգ ու կանոն կար, եւ ես ինքս կյանքում կարող եմ մի անգամ երկու ստացած լինեմ այն բարձր դասարաններում, ցածր դասարանում ես 3 չեմ ստացել, 3 ստացել եմ, բայց դա իմ համար տխուր էր, այդ օրը տխուր էր, այսինքն ձգտում կար սովորելու, հիմիկվա երեխեքը ես տեղյակ եմ, գնացել եմ ծնողական ժողովի էլ, ասում են դպրոցի դասատուները, ասում են երեխան երկուսի համար չի տխրվում, ոնց որ իր համար սովորական է, չի ամաչում, ես հիշեցի, որ ես ինչպես էի տխրում, ու լացել եմ երևի 4-րդ դասարանի, 3-րդ դասարանի, մի անգամ 2 ստացել եմ, Ողորմածիկ Ինկեր Քոչարյանը իմ դասատուն չէր էլի, բայց ինձ էլ դաս տվեց մի տարի, 3-րդ դասարան, եթե չեմ սխալվում, մաթեմատիկայի դասատուն, շատ լավ, խիստ դասատու էր, իր դասարանները, որ ինքը վերցնում էր դասղեկական դասարանները, գերազանցիկ էին համարյա շատը, շատ լավ ու խիստ դասատու էր, այդ տարին մաթեմատիկան հանձնին իր մեզանով զբաղվում էր, ինձ դարձավ մաթեմատիկոս, երևի 3-րդ կամ 4-րդ դասարաններ չեմ ուզում խաբեմ, դες 20 քանի տարի է անցել, այսինքն իր խստությունը ինձ տիպես ես որ սկսեմ ինձ 2 դրեց, ես ամաչեցի, ես լացեցի ու սկսեցի ավելի խիստ սովորել ու դարձա լավ աշակերտ իր համար էլ արդեն հարգված, սիրված, ընդունված։ Անցնենք այդ մասով, ես կասեմ հիմա շատ վատ է կրթության, դպրոցները շատ սիրուն ներկում են, շատ սիրուն զարդարում են, բայց կրթության որակը ես չեմ համարում բարձր է, քան թե նու ձգտումն էլ աշակերտների, սա մին առանձին թեմա է, սրա մասին կարելի է երկար խոսած, չեմ ուզում բաներ մանրամասնել ստե, բայց ես կխնդրեի, որ կրթության գիտության նախարարությունը այդ բուլինգ բառը հանի մի հատ այդ մեր բառամթերքից եւ աշակերտներին, որին պետքա պատիժ տան, որին պետքա խրախուսեն 5-ով 10, հիմա 10 թիվ են ստանում, թե զնաչոկ է ինչ որ մեդալ է, բաժանեք, խրախուսեք լավ սովորողին, որ վատ սովորողը ձգտի լավին, ոչ թե հիմա լավ սովորողը ձգտում է վատին, իմ երեխան Երևան, Ստեփանակերտ ավելի լավ էր սովորում, խոսքի հիմա մեծանալով տարիքը արդեն 12 տարեկան է, բոյ է տվել, իմ բոյիսը համարյա, իր շրջապատում լավ չսովորող երեխեք կան, եւ ինքը վատ է ազգում, որ լավ է սովորում, ձգտում է իրանց, փոխարեն իրանց ձգտի դեպի իրան, ու սենց ես դժգոհ եմ այս մասով, չխորանամ, առանձին թեմա է սա, ռուս խաղաղապահների եւ Ռուսաստանի դերը Ղարաբաղում, Ռոբերտ Քոչարյանը ինչպես միշտ Պաշտպանող դիրք է բռնում Ռուսաստանին, էլ չեմ ասում մեղադրումը Հայաստանին, էլ չեմ ասում պաշտպանում Ադրբեջանին, Ադրբեջանի շահերը, ասենց ուղիղ պաշտպանում է, բայց փորձում հիմնավորի թե դիվանագիտական լեզվով եմ խոսում։ Այն որ սկզբից մինչև վերջ Ռոբերտ Քոչարյանի եւ Պետրոս Ղազարյանի խոսակցությունը դիվանագիտական լեզու էր, եւ Քոչարյանը հանգիստ հավասարակշռված առանց էմոցիայի կարում է իր նույնիսկ նախկինում կատարված հանցագործությունները, կոռուպցիա, սպանությունը շատ հանգիստ հավասարակշռված առանց աչքը թարթելու լավ պատասխանի, սա դիվանագիտության որակների մասին է, որ Ռոբերտ Քոչարյանը կարում է դիվանագիտորեն սվաղի, անցկացնի գնա իր օգտին։ Այս մեկը Նիկոլը չի կարող ինձ այլոց, Նիկոլը պետք է այդ առնում մի քիչ եթերները նայ Ռոբերտ Քոչարյանի սովորի, թե ինչպես են առանց
Նիկոլն իր ձևը ունի, բայց Նիկոլինը դիվանագիտական լեզու չի, էմոցիոնալ լեզու է։ Սա ոչ լավ է, ոչ վատ է, սա տեսակ է մարդու բնավորությունն է։ Հիմա ով կարա ինձ հերքի ասի Նիկոլը էմոցիոնալ չի, կամ Նիկոլի խոսակցությունները իր բնավորությունը տենց պորտկումով չի ամեն ինչը։ Այդպես է։ Ռուս խաղաղապահների գործունեությունը ընդ է, որ ինքը ուզում է մեղադրանքները ամբողջությամբ հղի Հայաստանին, դա ես ճիշտ չեմ համարում, ժամանակաշրջանները մի քիչ էլ խախտում է, եւ 22 թվի շրջափակումը կապում է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար սկսվել է պատերազմը, շրջափակում, բայց ես այդքան էլ համամիտ չեմ, որովհետեւ Ղարաբաղի էլիտան հրաժարվեց գնա Սոֆիա, դրա համար շրջափակում տեղի ունեցավ, եթե չեմ կարող ես էլ ամսաթվերը խառնում եմ, կներեք, եթե խառնել եմ, բայց ես հաստատ մի բան չեմ խառնում, Ղարաբաղի քաղաքական էլիտա գոյություն չուներ, կար մաֆիա, կար մի հատ հանցագործ խումբ, որ այնքան էին հանցագործությունների մեջ թաղված, որ իրանց սեփական ժողովրդի ճակատագիրը չէին կարող կողմնորոշվեին, չէին կարող քայլեր ձեռնարկեին, որ չհանգի չավարտվի այսպես։ Այնպես որ կապ չունի թե ամսաթիվը ոնց եղավ, ինչ եղավ։ Պարահայի թեմաների մասին էլ քննարկել եք, նախարարինը Նիկոլը Պարահայում ճանաչել է Ղարաբաղ-Ադրբեջանի կազմում, ինչի, որովհետև Սյունիքի ընդհանուր արևելյան մասի վրա ուժեղ հարձակում է տեղի ունեցել, մի քանի օրվա պատերազմի ընթացքում 200-ից ավել զոհ են տվել մեր տղերքը, եւ Նիկոլ Փաշինյանը գիտակցելով, որ Ադրբեջանի ճնշումը մեծանում է, իսկ Ռուսաստանը մեր ընկերը չի, գործընկերը չի, Թուրքիան բաց Ադրբեջանի գործընկերն է, շտապել է գնացել Եվրոպա ճանաչել, որպեսզի դադարեցվի այդ ամեն ինչ, այնուհետև էլ պատերազմ չսկսվեց Հայաստանի ուղղությամբ։ Դրանից անցած համարյա 1 տարի, ավելի շուտ համարյա ուղիղ 1 տարի, 23 թվին հարձակվում են Ստեփանակերտ Ղարաբաղի վրա եւ ելնում այն ինչ որ եղել է։ Սա էլ առանձին թեմա է, ես լիքը սրա մասին խոսացել եմ, մեր քաղաքական էլիտայի սխալները, անգործությունը բազմիցս ասել եմ։ Բայց վերադառնանք բուն եւ ակտուալ թեմաների։ Հայաստան, Եվրոպա, Եվրոմիություն հարաբերություններում էլի Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Հայաստանին, որ ինչու Եվրամիության հետ տնտեսական հարաբերություններ է կարգավորում, ստեղծում, իսկ ԵԱՏՄ-ից էլ ոնց որ դուրս գալու մասին ինքը դժգոհում է, չնայած ինքն էլ ասում է ես գոհ չեմ ԵԱՏՄ-ից, թե ՕԴԿԲ-ից էլ դժգոհ։ Ամեն դեպքում ես այսպես ձևակերպեմ, Հայաստանը Ռուսաստանի այդ եթե համարենք եվրոպական թշնամի պետությունների հետ ռազմավարական դաշինք չի կնքել, այսինքն չի ստեղծել ընդհանուր մի բանակ, չի մտել ՆԱՏՕ-ի մեջ, ընդհանրապես տնտեսական, բայց չես ուզում, Պուտին, բերանով ասում ես իբր թե ես ուրախ եմ, որ Հայաստանի շահերը որտեղ որ հաջողություններ ունենում, ես դրանով ուրախանում եմ։ Հիմա ուրախացի, որ Հայաստանի կոնյակը, գինին եւ այլն կգնա Եվրոպա, բայց այսօր Պուտինը ֆռում է իր հարցազրույցներ եմ նայել, արժե մի հատ էլ անդրադառնալ դրան, ասում է կամու նուժն դա Իսպանիա, Պորտուգալիային, ինչի է պետք հայկական գինին, Իտալիա, 3 պետության անունը ասել, Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա, մենք գիտենք կամ շատերը գիտեն, որ այդ նշված 3 պետությունները աշխարհում ճանաչված են իրաց լավ գինիներով եւ այնտեղ խաղողը եւս լավ աճում է, բայց մի րոպե նրանք Եվրոպայա, սա էլ Ասիայա, Հայաստանը ուրիշ աշխարհագրական դիրքում է գտնում եւ հայկական խաղողի գինին կա Պորտուգալացին ուզում է ըմպի։ Պուտին, դու խի ես տես տանջվում։ Ինչ որ տեղից խիա ցավ տալիս։ Թե քեզ հուզում է, որ Հայաստանը կարող է հարստանա, ուժեղ պետություն դառնաս դե։ Բայց դու չես ուզում քո ռազմական դաշնակից ուժեղանա։ Ուրեմն դու ռազմական դաշնակից չես։ Ինձ մի ջղայնացրու Պուտին։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը դրած հա էլի ընդունում է, որ ճիշտ տեղին է Ռուսաստանի անհանգստությունը, որ Հայաստանը տնտեսապես ազատ ընտրություն է կատարել։ Լավ, բռնել ճանապարհը Լարսը բանը փակել ես Ռուսաստան։ Ինչի համար ես փակել, եթե չես փակել, որ քո երկրպագած կամ քո քիմքին հաճո անձինք չընտրվեն Հայաստանը որպես վարչապետ։ Դրանք մի հատ չեն, 2 հատ չեն, մի քանի հատ են։ Այդ թվում Ռոբերտ Քոչարյանն էլ հաճելի Պուտինին,
Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ եւ գիտենք էլի կան մարդիկ, որ այդ 19 ուժի մեջ են, իբր թե անկախ են, բայց հավանաբար իրանք էլ են նույն քաղաքականությունը վարելու, ինչ որ Ռոբերտ Քոչարյանն էր վարել եւ ինչը ուզում է վարի Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը։ Տենց շատ հերոու չեն գաղափարապես եւ քաղաքականապես։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ամեն կերպ փորձում է իսկապես Ռուսաստանին արդարացնի, բայց Ռուսաստանին արդարացնելու բան չկա։ Մենք անկախ պետություն ենք եւ իրավունք ունենք որոշումներ կայացնել։ Անկեղծ ասած Ռոբերտ Քոչարյանի, գիտես, դիվանագիտական լեզվի մասով եւ պահելաձևի մասով ես կընդունեմ, որ ինքը կարող է հանգիստ այդ ամեն ինչ անի, ես կուզենայի Նիկոլ Փաշինյանն էլ զսպվածություն ցուցաբերի, էմոցիա կարենա զսպի։ Չնայած Նիկոլն էլ է փոխվել, 18 թվի Նիկոլը եւ 26 թվի Նիկոլը տարբեր մարդիկ են։ Այն ժամանակ ավելի շատ էր էմոցիա, հիմա ինքն էլ է կարում կառավարի, բայց քարոզարշավի ընթացքում չի կարում կառավարի։ Էս էլ վերջում կասեմ լավ, խորհուրդ կխնդրանք Փաշինյանի միգուցե օգտակար կլինի, ես օգտակար լինելու համար եմ ասելու։ Ուրեմն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների մասին էլի Պետրոս Ղազարյանը հարց տվեց, բայց նա մի քանի օրինակ բերեց, որ դե ԵԱՏՄ մտնելու մասով ոնց որ ասես կողմ չէր իր քաղաքականության։ Ես հիշում եմ 2013 թվին Քոչարյանը նոտա տվել է Սերժ Սարգսյանի կառավարմանը, դժգոհություն իհարկե, բայց լուրջ քայլեր չի ձեռնարկել։ Ես կարծում եմ ինքը էլի խնդիրներ կունենային, հաստատ իրանց ժամանակ Ռոբերտ Քոչարյանը թագավոր, Սերժ Սարգսյանն էլ իրար ենթակա կառույցների նախարար, ԱԱՑ պետ, պաշտպանության նախարար, տեղի ունեցել լիքը հանցագործություններ, քաղաքական սպանություններ, որոնց մասին երկուսով տեղյակ են եւ երկուսը իրար ոտ չեն ուզում տրորեն, իրար մասի չեն ուզում խոսեն։ Էդի մի քիչ երևի KGB-ի աշխատակցի պահելաձևել է, որ կարող են իրանք իրանց զսպեն եւ ինչքան էլ իրար հանդեպ վատելն իրանց մարդ հայ իրանց հանցագործությունների մասին հանկարծ չբարձրաձայն են։ Բարձավոր է դա։ Բայց ամենագլխավորը ես կարծում եմ, որ իրանց մեջ չեմ հաշտվում, դա նրանից է, որ թույլ է տվել Սերժ Սարգսյանը, ինքն էլ չի գնացել նույն քայլերին, ինչ 2008 թվականի մարտի 1-ին գնացին, այսինքն հայերի կյանքի հաշվին իշխանություն պահի։ Եկեք մի պահ մտածենք, ես օրինակ Ռոբերտ Քոչարյանի անունից այս պահին խոսում եմ Սերժ Սարգսյանի հետ։ Ես ինչ կասեի, կամ Ռոբերտ Քոչարյանը ինչ կասեր, այսպես կասեր, Սերժ, ես քեզ տվել եմ իշխանություն, քանի որ ես ու դու իրար հետ ունենք լիքը անցած ճանապարհ, որի ընթացքում եղել է, գիտես, պարլամենտի կոտորած, մարտի 1, եղել է այլ քաղաքական սպանություններ, դու ինչպես ես զիջել Վլաստեն Նիկոլին։ Ուստի իրանց հետ արդեն այդ կապը չի կարա կարգավորվի, դա երևի սմահել մնալու է իրանց մեջ, որովհետև Սերժ Սարգսյանը կատարել է մի քայլ, մտածելով, որ Վլաստը զիջի, հետո պատերազմը գիտեր, որ կախված է մեր գլխին, պատերազմից հետո դժգոհությունները կխորանա ժողովրդի, կհելնեն, հրաժարական կպահանջեն Նիկոլ Փաշինյանը, ինքը հետ կգա նորից իր նախկին դիրքերին, բայց ժողովուրդը հասկացա, որ ստե Սարկոցի է եղել, այդ պատերազմի պարտությունը այդքան էլ մեկ հոգուց չի, կամ մեկ հոգի չի մեղավորն ու պատասխանատուն, ժողովուրդը դուրս չեկան փողոց, խմբեր դուրս եկան մի քանի խումբ, բայց դե սաղ տեսան, որ դա Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, կամ Սերժ Սարգսյանի աջակիցներ են, այսինքն այն մարդիկ, ովքեր որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեմ էին, էլի հետ չգնացին իրաց մոտ կանգնին։ Տապալվեց ծրագիրը։ Հիմա, այսինքն Ռոբերտ Քոչարյանը իրավունք ունի նեղանալու Սերժ Սարգսյանից, որ խես Վլաստը թույլ տվել իրան ասնի, բայց Սերժ Սարգսյանը ստե ունի 30-ով տալու կոպիտ ասած խոսքիս համար, 30-ով տալու Ռոբերտ Քոչարյանին, ասի այ տնաշեն, բա ես ու դու որ տարիներ շարունակ չէինք զինում համարժեք զենքերով, ժամանակակից զենքով, եւ նստած մեր գրպաններն էինք լցնում, մեր շրջապատի գրպաններն էինք լցնում, ու գիտեի, որ պատերազմը մեր գլխին կախված է, եւ եթե իմ ձեռին լներ բանակը, իմ ժամանակ սկսվել պատերազմը, պարտվելու էինք, երկուսս ոնց էինք պատասխան տալու հայ ժողովրդին, բա դու չես ուզում ինձանից շնորհակալություն հայտնես, այ ընկեր Քոչարյան ջան, որ ես ամեն ինչ արի, որ ես ու դու դուրս մնացիք այդ պատասխանատվությունից։
Նիկոլ Փաշինյանին տվեցի, հիմա ժողովուրդը իրան են կանչում դավաճան, ինձ ու քեզ չեն ասում դավաճան։ Որտե մենք տես արելի պաշտոն չենք ունեցել, պատերազմ եղել է։ Ճիշտ է, ասեք Գևորգ Առստամյանը եւ լիքը Գևորգ Առստամյանի նման սթափ, խորը վերլուծող, անցյալ չմոռացող եւ տրամաբանություն ունեցող անձինք, ասում են տես չենք, պարոն Ռոբերտ Քոչարյան, պարոն Սերժ Սարգսյան, դուք եք ամենամեծ պատասխանատուները եւ ամենամեծ մեղավորները։ Այն ծառը, որ բերք է տալիս, նույն տարում չի տալիս, երբ որ դու տնկում ես։ Պոպոքը 8 տարի հետո է տալիս, խաղողը 3 տարի հետո է տալիս, խնձորը մի 4-5 տարի հետո է տալիս։ Ես իմ ամեն ծառ իր պտուղ տալու ժամանակ ունի։ Ցորենը օրինակ ծառ չի, հացահատիկային բույս է, գցում ես 9 ամիս հետո բերքը հավաքում ես։ Հիմա պարոն Քոչարյան, այդ դուք դու Սերժ Սարգսյանը, որ այդ բերքը ցանում էիք, այդ ռուսամեդական բան տենց միջինասիական կամ աֆրիկյան հետամնաց բերքերը, ձեր զենքերը, այդ բանակը, այդ որ տենց կառուցում էիք, ինչ էիք ակնկալում, ինչ էիք քաղելու, հաղթանակ, դե բարև ձեզ, հա, հաղթանակ, չեմի չէ, հա։ Այնպես որ ամեն ինչ բարձ է, նեղվածությունը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասով հենց այդ է, որ դու իշխանություն զիջեցիր Նիկոլին, հիմա չենք կարող ձեռից վերցնել։ Այդ ինչպես է իր հաշվարկել։ Գոնե նես մարդու զիջեիր, որ կարենային կարանքից հանեինք, հետո նորից գայինք վլաստի։ Այդ առումով Քոչարյանը իրավունք ունի նեղանա Սերժ Սարգսյանը, բայց Սերժ Սարգսյանն էլ իրավունք ունի հիշեցնի ասիատանաշեն դե մենք հիմա տես ես ու դու մեզ չեն ասում պարտվել ենք պատերազմում։ Առնվազն, եթե օրինակ կան, որ ասում են Ռոբերտ Քոչարյանը դավաճանը, Սերժ Սարգսյանը դավաճանը, առնվազն տես մարդիկ կան, բայց ոչ մեկ չի կարող ասի, խոսքի պատերազմի պարտության պատասխանատու Ռոբերտ Քոչարյանն է կամ Սերժ Սարգսյանը, որտեղ օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է եղել։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինքը ընդունում ասում է ես եմ պատասխանատու այդ ամեն ինչին, բայց եւ շարունակում է միտքը, որ ես եմ, բայց ես 2 տարվա բանը երկրի վարչապետ եւ վերջը տնտեսական փոփոխություն, ռազմավարական փոփոխություն, կադրային փոփոխություն, լիքը հարցեր, վերջը կորոնավիրուս ընկավ, իդել ունի պաշտպանվելու եւ արդարանալու տեղեր Նիկոլ Փաշինյանը։ Վերջացնեմ ես այս մեկնաբանությունը Պետրոս Ղազարյան եւ Ռոբերտ Քոչարյան հարցազրույցին, ընդհանուր առմամբ ասեմ, որ հագեցված զրույցեր իսկապես Ռոբերտ Քոչարյանը հավասարակշռված կարողա պատասխանի Պետրոս Ղազարյանն էս չի որ, հա, սկզբի մեջտեղի մասեր եմ կարող էր ինչ որտեղ ոնց որ դատավորի դերը մեր Պետրոսը, բայց վերջի մասով, քանի որ անցան տնտեսական հարցերի, անցան ռազմավարական եւ քաղաքական հարաբերություններ միջազգային, Ռոբերտ Քոչարյանը ձուկը ոնց որ ջրում կարողա ինքը իր ասածը շատ սիրուն ձևով ձևակերպի եւ առաջ տա։ Պետք է առնվազն մասնագետ լինի իր դեմը նստած, որ բռնցնի Ռոբերտ Քոչարյանի ասածները ճիշտն ու սխալը։ Հիմա ես ինչ էի ուզում ասեմ Նիկոլ Փաշինյանի բանով։ Ուզում եմ ասեմ, թող տեղյակ լինի Նիկոլ Փաշինյանը, որ եթե նույնիսկ ձեր քարոզարշավների ժամանակ կան մարդիկ, որ դեռ ծափահարում են ձեր խոսքերին, որ բռնելու եմ, կզզնելու եմ, ծեծելու եմ, ջարդելու եմ, նստեցնելու եմ, բարձր կլինեն մարդիկ, որ ձեզանով հիացած են ձեր անձի շուրջ, ձեզ սիրում են շատ, հիացած են, բայց կան անձին, պարոն Փաշինյան, որ ոչ ձեզ ատում են, ոչ էլ սիրում են, ոչ հիացած են, ոչ էլ հիասթափված են, բայց ուզում են էսա կկանգնեմ կտենաս։ Գայիշնիկ բան էլի բարեկներն էին անցնում առաջացի կանգնի ես, ինքա մոտիկա ձենը տրասից։ Վերջը այս խոսակցությունները, օրինակ որ ասում եմ, ձեզանով չհիացած, ձեզանով չհիասթափված, ձեզ չսիրահարված եւ ձեզ չատող, այլ օրինակ ես այդպես եմ ձեզ նայում, ոչ հիացած եմ ձեզանով, ոչ հիասթափված եմ, ոչ ատում եմ, ոչ սիրում եմ։ Ես ձեզ նայում եմ ու ձեր հանդեպ հարգանքով եմ, այնքանով ինչքանով որ դուք իմ երկրի վարչապետն եք։ Այլ կերպ ես իրավունք չունեմ չհարգելու իմ երկրի վարչապետին։ Կարամ չկիսեմ լիքը տեղեր, դրա մասին խոսում եմ, բայց որպես քաղաքացի կընդունեք իմ խնդրանքը, լիքը ես ստանում եմ նամակներ, խոսակցություններ TikTok-ի լայվում հազարավոր մարդիկ իմ հետ շփվում են, որ էֆիրը անջատում են, վերջում ցույց է տալիս, որ 10 тысяч или 12 тысяч человек смотрели этот эфир,
Եվ այդ 12000-ի մեջ դուք պատկերացրեք հարյուրավոր մարդիկ իրենց տեսակետը այդպես էլ հայտնում են, որ հոգնել ենք, լսենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, ձեզ կզսնելու եմ, ձեզ դատելու եմ, ձեզ եւ այլն, այսինքն, բայց տեսեք ինչ եմ ասում։ Իսկապես հոգնեցուցիչ է դա, պարոն Փաշինյան, ուզում եք վիրավորվեք, նեղացեք, բայց ես պետքա ճիշտը ասեմ, նույնիսկ ձեզ համար օգտակար կլինի այսուհետ եւ վաղվանից իմանաք ինչ խոսույթ օգտագործեք, որը ավելի կարեւոր է։ Ես դե առաջարկություններ ունեմ ինչ խոսեք։ Շատ լավ առաջարկություն ունեմ, պարոն Փաշինյան։ Ուրեմն ես չպետք է ձեզ ասեմ, դուք ինձանից լավ գիտեք, որ ձեր կառավարման շրջանում դուք ունեք լիքը արած գործեր բոլոր բնակավարներում աշխատավարձից բռնցրած, որ տարբեր պետական ինստիտուտներում ավելացրել եք, չգիտեմ, տեխնոլոգիայի առումով, բոլոր բնակավարներում հաստատ ունեք լիքը փոփոխություններ, բարեփոխումներ արած։ Ինչու չեք դուք ձեր քարոզարշավի ժամանակ հենց այն ասում, ինչ որ դուք արել եք։ Դա կլինի դրական։ Ժողովրդին հիշողությունը կթարմացնեք, թե ինչքան լավ բաներ եք արել դուք, իսկ այդ դետալային, բնագավառային եւ ընդհանուր այդ ամեն ինչը կարող եք դուք ոչ թե իմ ասածով, այլ դուք նստեք, ասենց, էս ինչ բնագավառ, Գևորգ Պապոյան, էս ինչ գործեր ես արել, քեզանից առաջ էլ ինչ են արել, գրի մի թղթի մեջ, մեր քարոզարշավի ժամանակ դու հելի խոսա։ Նույնիսկ պարոն Փաշինյան, դուք ինչի եք շատ խոսում, գոռում, ձեր էներգիան ծախսում։ Վերջի դուք նոր չեք վարչապետի տեխնացու դառնում, ձեզ արդեն ճանաչում են որպես վարչապետ։ Եվ լավ կլինի ձեր նախարարները, ձեր падգամավորները փոխարինեն արդեն ձեզ, որովհետև հիմնականում ձեր հետևից է ժողովուրդը գալիս, բայց ժողովուրդը պետք է իմանա մի բան։ Աստված հեռու տանի, ես ոչ մեկի մահը չեմ ցանկանա, մանավանդ ջահելի մահ։ Պարոն Փաշինյան, ոչ մեկս երաշխավորված չենք, թե ինչ կգա մեր գլխին։ Սրտի կանգա, սպանությունն է, դու լավ գիտես, Պապ Թագավորի մասով ինչ ա եղել, ոնց ա եղել, դու գիտեք, որ հայի մեջ դավաճանություն միշտ էլ եղել է, սպառնալիքներն էլ ձեր ուղղությամբ կա, Աստված հեռու տանի։ Ես սենց հիպոթեզ եմ այդքան ասում։ Թող ժողովուրդը տեսնի, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, իր թիմը քաղաքացիական պայմանագիրը վերադասավորվելու ունակություն ունի, պատասխանատվություն վերցնելու ունակություն ունի, որ կարան առանց Նիկոլ Փաշինյանի, որ Նիկոլ Փաշինյանը առողջական խնդիրներով 1 տարի լքի երկիրի գնա Անգլիա բուժվելու։ Խոսքի Աստված հեռու տանի, ես չեմ, այտենց հիպոթեզ եմ ասում, էլի հիմա չասեք ես գիշերին չես նստել կռում ես, չեմ կռում, կես գիշերին։ Ես օրինակ եմ ասում, որ պետքա ձեր թիմին ճանաչի ժողովուրդը, որ ձեր թիմը կայուն թիմ է, ուժեղ թիմ է։ Հավատացեք, դա ձեր օգտին է, այս ինչ ասում եմ։ Եվ քարոզարշավներում ձեր տեղը զիջեք հիմնականը մանավանդ դուք էլ թե անհանգստություններ ունեք, թե մտավախություն ունեք, իշխանությունը կորցնելու բան, նենցա որ իրավունք էլ ունեք եւ տեղին եք մտահոգվում, նենց չի որ ճիշտ է ձեզ մեծ երկրպագուններ եւ աջակցողներ ունեք, բայց Գյումրի 2 օպերացիան հոտը գալիս է, այսպես ասեմ։ Ես ձեր սխալների մասին, ոչ թե կոնկրետ ձեր անձի, այլ ձեր քաղաքական թիմի, ձեր շրջապատող բլոգերա, աջակցախառը, մեկնաբանությունները անում եմ արդեն մի տարի է, քննադատություններ շատ հաճախակի, որ հաճելի չի նույնիսկ ձեզանով հիացած քաղաքացիների, ասում եմ, վայ, մեր վարչապետին բան ես ասում։ Կգա ժամանակ դուք կհասկանաք, որ իմ քննադատություններին, եթե հետևողական ելներ այսօրվա իշխանությունը, իրանց դիրքերը ավելի ամուր կլներ։ Եվ այսօր մտավախություն չէր լինի։ Ես ասում եմ, կա իմ կողմից էլ օրինակ կասկած, որ իշխանությունը փոխվելու շանսերն էլ է մեծանում։ Ճիշտ է, նախավերջի օրը շատ հարցալուծվելու, շատ հարցավորոշվելու։ Եվ ես երևի կհրավիրեմ բոլորին նախավերջի օրը TikTok-յան live, որտեղ այսպիսի ուղիղ եթեր խոսակցություն չի, մենախոսություն չի, այլ ես լսողի դերում եմ շատ ժամանակ, հարցեր տվողի դերում եմ, ինձ են հարցեր տալիս, կուզենայի որ վերջի օրը հայության ինչ որ մի մեծ հատված էլ հավաքվի իմ TikTok-յան live-ում, ժամը չեմ կարող ասեմ կամ ցերեկը կամ իրիկունը, եւ շփվենք հասկանանք տենանք ինչքանով է ճիշտ եւ ինչքանով է սխալ ձեր գնալը կամ մնալը։
Ինչքանով կլինենք ճիշտ արած, եթե ձեր բռնած այս գործերը, որը շատ կարևոր է, նույնպես ասում եմ, ես չեմ ཐակցնում Եվրոպայի հետ հարաբերություններ, Ամերիկայի հետ, Թրամփի ուղի, տեխնոլոգիական հարցեր, չիպեր, միպեր, այս սա շատ կարևոր եւ դրական դու գործեր եք նախաձեռնել։ Ինչպես կարելի է թույլ տված, որ հայ ժողովուրդ ինչու պետքա ինչպես որ ես ունեմ ջղայնություն ձեր թիմի, անհատների, անձերի, պահվածքի վրա, սա առաջնային համարեմ, որ ջղայնություն ունեմ, հիասթափություն ունեմ, սա առաջնային համարեմ երկրի պետական շահից, դիվանագիտությունից, քաղաքական եւ միջազգային հարաբերություններից։ Ես կլինեմ ոչ ադեկվատ քաղաքացի, եթե ես այն ջղայնությունը եւ այն հիասթափությունը, որ ունեմ ձեր թիմի, ձեր ուղղությամբ, գնամ անձնական ինչ-որ քենախնդրության, ես չեմ գնա, ասեմ ձեր հանդեպ թշնամություն, ես սա չեմ խոսում, ես ում եմ ընտրելու, մի ձայնով բան չի որոշվելու իմ կողմից, բայց իմ խոսքը կարող է եւ շատ վնաս հասցնի ձեզ եւ կարող շատ օգուտ տա, ես չեմ ուզում ձեզ վնասեմ, ես ուզում եմ հայ հանրությունը ադեկվատ Ստապ գնա ընտրությունների։ Ես այն սկզբից էլ այդ եմ խոսք տվել, որ ես չեմ ուզում մարդիկ գնան ջղայնացած ձայն տան ձեզ պրոցին, կամ սիրահարված ձեզ կողմ ձայն տան։ Թող գնան իմանալով, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է շատ երկար, շատ աշխատանք այս 8 տարվա ընթացքում, բայց բացթողումներ ունի, որը սենց չեն կարող չփակեն։ Կոնկրետ ես ձեր ընտրվելու պարագայում էլ շարունակելու եմ իմ քննադատությունները եւ ակնկալում եմ գոնե մինչեւ հիմա, եթե դուք ականջալուր չեք եղել, չեք հետևել իմ խոսքերին, որ ինչպես է ձեր շրջապատի մարդիկ վատ խոսույթով, հասարակության շերտերի բաժանելով, հայհախառը, չգիտեմ, վիրավորական տոնով խոսում բլոգերներ կան, անուններ չեմ հրապարակում, դուք էլ գիտեք, այդ կարակ ուրիշի ասեք, մեր բլոգերը չի, Գևորգ Առստամյանին խաբել անհնար է։ Եվ ես գիտեմ ով է ձեր բլոգերը, ով չի ձեր բլոգերը, որի մասին չգիտեմ, չեմ խոսում։ Նշվածս 2 հոգին, կոնկրետ մեկը 100% ձեր բլոգերն է, երկրորդն էլ 99%, որը հերրու է։ Այն Հայաստանի ներսինը ձեր բլոգերն է, իրա վարքի, իրա պահելաձևի, իրա խոսույթով ինքը վնասել է ձեզ, դուք չեք գիտակցել։ Հա այդ մոմենտը անունը չտամ իրա, էլի, տեսակ ինչ լավ գովեց պարոն Փաշինյանին։ Ով ծափ տվավ։ Ձեզ երկրպագողը, ձեզանով հիացողը, ձեզ սիրահարվածը, ով չծափ տվավ, ում դուրը չեկավ, ադեկվատ, ստապ եւ իրավիճակին օբյեկտիվ նայող մարդուն։ Իսկ ես այդպիսիների շարքում եմ։ Մի րոպե, էլի ապրես Նիկոլ Փաշինյան, ես ինչ լավ գործ արեց, ես ինչ լավ պայմանագիր ստորագրեց։ Ես ֆռում եմ տենում սրա պահվածքը, ես իրա պարոն Փաշինյանի աջակից բլոգերի, բայց ինչ պահվածք է։ Ոնց թե մազը չեմ փոխի մի ամբողջ ժողովրդի հետ։ Ահա հասկացանք, դուք համաձայն չեք այդ մտքին, պարոն Փաշինյան։ Ես չեմ ասում դուք էլ եք այդ մտքին, որ ձեր մազը արժանի չի մի ամբողջ ժողովրդի հետ փոխել։ Ես գիտեմ, որ դուք կողմ չեք, բայց ձեր ձեռը ճիպոտ կա։ Մի հատ քամակին տարակցնեիք, ասեիք արա էս ինչ զրույցներ ես անում։ Դու գիտես, որ հա ինձ երկրպագողին, ինձանով հիացածին դուրը եկավ քո զրույցը, բայց դու գիտես, որ մի ամբողջ հանրություն դու վիրավորեցիր, մի ամբողջ հանրություն նեղացավ, ջղայնացավ, ասում այս ինչ խոսքեր կա ասում իշխանամետ բլոգերը։ Ոնց կարա ժողովրդին չփոխի մազը այդ մազը եղջերացված մասա, սա կտրում շփրտում են։ Ոմն բլոգեր իրանից ոչ մի բան չներկայացնող բարոյապես ֆռում էսպիսի զրույց է անում։ Շատ եմ ասել սրա մասին, չեմ ուզում Քարոզ Արշավը վերացել այդ խոսակցությունների, շատ նամակներ եմ ստանում, խնդրանքներ եմ ստանում, Գևորգ ջան, արի դադարեցրու քո գործունեությունը մինչև հունիսի 7-ը, չխանգարես Փաշինյանը, ես ասել եմ չեմ ուզում խանգարեմ, բայց պահալում ես էլ եմ էմոցիոնալ չեմ կարում լռեմ իր շրջապատի մարդկանց պահելաձևի մասով։ Այնպես որ զգուշացեք, որ դուք հնարավոր է հաղթանակը ավելի շատ մոտ է, բայց գիտեք ամեն ինչ տենց շատ կտրուկ կատարվի, ինչ որ կատարվեց Գյումրիում, ինչ որ կատարվեց Փարաքյարում, ինչ որ կատարվեց օրինակ Գորիսում։ Դուք ունեք լիքը էլի քաղաքապետեր եւ համայնքապետեր, որոնք ձեզ դեմ են։ Ինչու՞ չեք կասկածում եւ մտահոգում, որ կարողա պետական մակարդակի եւս այնքան կուտակված ատելությունը, հիասթափությունը,
որ նույնիսկ ձեր այդ լավ կատարած քայլերը իրանց համար 0 է։ Այդ իմ համար 0 չի։ Ես adekvat sthap ասում եմ, պարոն Փաշինյան, լավ բաներ եք արել, բայց ես վատ բաներներ եմ տեսնում։ Այդ վատ բաները ուրիշների մոտ ավելի շատ է ֆիքսվում, քան թե լավ բաները։ Այդ ես եմ, հա, լավն եմ տենում, վատը։ Մեկի մոտ մենակ լավն են տենում Փաշինյանի, մեկի մոտ լրիվ վատն են տենում։ Իսկ ես համ լավն եմ տենում, համ վատը։ Իսկ ժողովուրդը բոլորը ես չեմ։ Դուք լավ գիտեք, որ ժողովուրդը հիշողության եւ խնդիր ունի, կարող է մոռանալ ձեր լավ արածը եւ գնա օրվա թեմաների ազդեցության ներքո։ Դրան էլ գումարած Պուտինի այս պատիժները լարսի փակման, դրան գումարած էլի չգիտեմ արարքներ։ Դուք զգուշացեք, դուք եք իշխանության կորցնելու վտանգի մեջ, ինչ եք ջղայն սմայլի գցում։ Դες լավ չի, հայոյան գրեք, բռնեմ ձեզ բլոկ եմ։ Վատ բան եմ ասում։ Թե դուք ուզում եք կորցնել իշխանությունը, հետո ասես Գևորգ Բախիչ ես զգուշացել, ես զգուշացրի, որ նես չի, որ դուք 50%-ից ցածր ձայն եք հավաքելու, բա որ 35% ունենաք, նրանք էլ 15, 10, 18, 3, 6 գումարեն, իրանցը 35-ից անցնի, չի դառնա որ իրանք են անցնում հաղթում, բա որ կոալիցիա կազմի մի 7 ուժ։ Լավ կներեք, իմ պաշտոնը իմ ձեռս չեն վերցնելու, իմ պագոնները ուսերիցս չի ընկնելու, որտեղ ոչ պաշտոն ունեմ, ոչ այդ պագոններ ունեմ։ Դուք պետք է մտածեք դրա մասին, եւ այդ ջղայն սմայլի գցող, դու եր գցում ես ուղեղից զորես տվել, իմաստասների ուղությամբ խորացել ես դու, թե օթերով սավառնում ես Սերժ Սարգսյանի նման։ Հիմա դու միտումնավոր ամեն ինչ անում ես, որ խանգարես, աֆերիստ։ Ես ձեզ վերջում կուղարկեմ ձեր տեղը համապատասխան, զատա, նենց ֆեյքանման բան եք հեչերիկ, մի հատ էլ ինձ վիրավորում եք, աֆերիստ, ինչով եմ աֆերիստ։ Մի րոպե, կարող է ես, գիտեք, կուսակցական եմ եւ իմ կուսակցությանը դավաճանել եմ, հիմա աֆերիստություն եմ անում, որ չնկատի իմ կուսակցապետս։ Կարող է դուք եք կուսակցական, իսկ մի խառնեք դες թեմաներում։ Ես որտե գրել եմ սկզբունք, լինել հայ ժողովրդի հետ եւ լինել անկեղծ, լավին լավ, վատին վատ։ Արդեն ժողովուրդը ինձ դրա մասին ինձ ճանաչում է դրանով, ինձ հարգում է, լիքը մարդ հարգում է, ընդունում է, որ դա ամենից լավ ձևն է, Գևորգ ջան։ Տենց է շարունակի, որտեւ իշխանամետ մարդիկ ինձ հանդիպում են, ողջունում են, ասում են մենակ նկատել եք, որ իշխանությանն եմ քննադատում։ Բոլորին այդ հարց տալիս եմ։ Ասում են, հա, ասում են, եւ ինչ, ասում եմ, շատ լավ ես անում։ Որտեւ դու իսկական ընդդիմադիր ես։ Դու Երանի քո նման ընդդիմադիր ելներ ազգային ժողովում։ Հիմա եկել ես ջղային սմայլի ես գցում, աֆերիստ ես գրում։ Իսա գրողի ծոցն եմ ուղարկելու, վերջում ասել ես, բայց ինձ բերանս չփագի։ Մատը ժարտվեր կլավիատուրին դա չգրեի։ Տես չի զատա, ոչ անուն ունես, ոչ ազգանուն ունես, ոչ նորմալ նկար ունես, թևատակդ ես բարձրացրած նկար գցել։ Հոտդ մի գցի թևատակիդ իմ էֆիրը։ Գրագրողի ծոցը։ Գուգերիցան նայեցինք դրա մեկնաբանությունը մի ժամա տալիս եմ։ Այսքանը ժողովուրդ ջան, եւ ով նորա միացել է էֆիրին կարող է մտնել սկզբից նայել։ Մեկնաբանեցի հարցազրույցը, սպասենք Նիկոլ Փաշինյանն էլ կանչի Պետրոս Ղազարյանը, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցին եմ մեկնաբանություն տալու, ես չեմ խուսափում նախկին, ներկա, ապագա, բոլորի կանդիդատներին ում որ ասելիք կունենամ կասեմ, բայց դե բոլորին չէ, էլի բարձա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան այս թիմի շրջանակներում լավ Նարեկ Կարապետյանն էլ է ակտիվ, Նարեկ Կարապետյանն էլ այսօր զրույցներ է անում, մի քիչ լավ էլ համաձայն չեմ, բայց բերեք էդի մնա ուրիշ թեմաների ժամանակ վաղը կամ մյուս օրը կխոսամ։ Լավ մնացեք բոլորիդ բարի գիշեր։